Շնորհակալություն այսօր ովքեր ճանաչում են այդ ազատությունը, վայելում են ու ճախրում են ազատության ու սիրո մեջ։ Շնորհակալություն քեզ։ Շնորհակալություն քեզ։ Անսահման, կատարյալ, մեծ եւ զորավոր սիրո համար, որով դու սիրեցիր մեզ։ Շնորհակալություն քեզ։ Հալելույա։ Ամեն, ամեն։ Շնորհակալություն Տիրոջի անսահման ու մեծ ու կատարյալ սիրո համար։ Կարող ենք նստել երեխաները կանան գնալ մանկականի, ամեն անգամ որ ժամանակ եք գտնում գալ եւ լսել Աստծո խոսքը, որովհետեւ այն ինչ որ մենք հավաքում ենք, գիտեք, ինձ համար այսպես է, մենք իրար հետ խորհում ենք Աստծո խոսքը եւ կիսվում ենք, եւ ինձ համար հաճելի է ուղղակի այն հայտնություններով կիսվել այն սիրո մեծության, ճոխության ու չափի մասին, որ Աստված բացում ու ցույց է տալիս։ Անցած երկու շաբաթները խոսել ենք Տիրոջ ողորմության մասին։ Գիտեք, անհնարին է ողորմությունն առանց սիրո, որովհետև երբ Հիսուսը երկրի վրա էր, այն ինչ ինքը անում էր, ողորմում էր, բժշկում էր, կերակրում էր, բոլորի դրդապատճառը սերն էր, որ իրանց ստիպում էր դա անելու։ Եվ դա այն սերը չի մարդկային, որ մի օր կվերջանա, դա այն աստվածային սերն է, որը վերջ չունի, որովհետև նրա սերը բարձր է, նրա սերը խորն է, լայն է, ընդարձակ է ուղղակի Չայքերտարամասը գժվել կարելի է, երբ սկսում ես հասկանալ այդ սիրո մեծության ու խորության մասին։ Այսօրվա թեման ինչի մասին ուզում եմ շարունակել, նրա կատարյալ սերը։ Որովհետև երբ խորում ես ողորմության մասին, անհնարին է չանդրադառնալ սիրուն, որովհետև ամեն ինչը բխում է այն սիրուց, որով Աստված սիրեց մեզ։ Եվ նրա կատարյալ սերը։ Նորից անդրադառնանք այն Եփեսացիս 2 համարներին, որ Պողոսը խոսում Աստծո մեծ շնորհքի եւ Աստծո մեծ սիրո եւ ողորմության մասին, Եփեսացիս 2-րդ գլխում ասում է նա 4-րդ համարում, բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, իր շատ սիրո պատճառով, որ սիրեց մեզ, այստեղ առատ է, այսինքն մեծ է, շատ է այդ ողորմությունը եւ ասում է իր շատ, իր մեծ սիրո պատճառով, որ սիրեց մեզ։ Հիմա նայենք նորից ինչպես այդ դա բնագրում գրված ու հնչում եւ այդ մեծ սերը հունարերում ինչպես է հնչում, բայց Աստված, որ առատ է կամ հարուստ է, սուշ միլստ, այսինքն կենտանի է, ողորմությամբ ի մեծ հունարեն փոլուս բառն է, որ նշանակում է բազմաթիվ, նշանակալից, լայն, երկար, հեռավոր, շարունակական, ուժեղ, բարձր, խորը, հզոր, նախանձով, կարևոր, անկարժեք սիրո պատճառով, որ սիրեց մեզ։ Չգիտեմ, մենք կարելի է հոմանիշ բառեր գտնել եւ նկարագրել այս սիրո ճոխությունը այս փոլուս բառի նաև հունարեն դա հնչում է փոլիս, ոնց որ միլիցիայության բառը լինի, բայց դե փոլիսի հետ կապ չունես, փոլուսը խոսում այդ մեծ եւ ճոխ, գեղեցիկ, գերազանց սիրո մասին, որ Աստված ցույց տվեց մեր նկատմամբ, եւ դա ոչ մի բանի հետ համեմատելի չի, երկրի վրա դա չես գտնի, դա երկնքից իջած է, դա կատարյալ է, դա վեհ է, դա մեծ է, դա այնպիսին է, որ մինչեւ հիմա մարդիկ նրա շնորհքի եւ նրա սիրո վրա գայթակղված են, որ ասում են ռուսերեն նյուժելի կարելի այսպես սեր ցուցաբերել ու անել մի բան, որ ուղղակի խելքից դուրս է։ Ու շարունակում է Պողոս 5-րդ համարում, երբ մեռած ենք հանցանքների մեջ, մեզ կենդանի դարձրեց Քրիստոսի հետ շնորհքով եք դուք փրկված։ Եվ նա գրում էր, ասում է մենք մեռած ենք հանցանքների մեջ, հիշում եք, բայց Քրիստոս խաչի վրա որ մահացավ, նրանք մեռած էին հանցանքների մեջ, բայց մենք ապրում ենք խաչից այս կողմ, մենք ծնվեցինք նրա արդարության դարաշրջանում ու շնորհքի, եւ մի օր մենք հասկացանք, որ մենք արդար ենք։ Գիտեք, միտեղ մի լավ բան կարդացի, հավատքը տրված չի նրա համար, որ մենք փրկվենք, հավատքը տրված է նրա համար, որ մենք հավատանք, որ մենք փրկված ենք։ Ամեն։ Գիտեք, Աստված շատ մի զորավոր բաներ արի երկրի վրա նրանք, ովքեր որ հավատում են այդ կատարված գործին։ Դա նոր չի կատարվելու, դա արդեն կատարվել է 2000 տարի առաջ։ Դա Պողոսն ասում է, երբ մեռած ենք հանցանքների մեջ, այդ ժամանակ մարդկությունը մեզ կենդանի դարձրեց Քրիստոսի հետ, դա արդեն կատարվել է, շնորհքով եք դուք փրկված եւ վերջակետ։ Շնորհքը, նրա մեծ սերը, նրա մեծ ողորմությունը, ոչ մի բան չի համեմատվի դրա հետ, ոչ մեր արած գործերը, ոչ մի բան վեհ է սերը, շնորհն ու ողորմությունը ամեն բանից։ Եվ եկեք այսօր իրար հետ մի քանի տեղեր նայենք Աստվածաշնչում սիրո մասին։ Շատ են նայել
բայց նայեք, Հովհաննեսի ավետարանը ընդհանրապես ասում են սիրո ավետարան։ Գիտեք ինչ են ասում սիրո ավետարան, որտեղ շատ է խոսում սիրո մասին։ Եվ այդտեղ Հովհաննեսը շատ անգամ շեշտում է Եվան աշակերտը, որին Հիսուսը սիրում էր։ Այնպիսի տպավորություն է, ոնց որ Հիսուսը Հովհաննեսին ավելի շատ է սիրում, քան մյուսներին։ Գիտեք, դա ոչ թե Հիսուսի սիրո վերաբերմունքից էր Հովհաննեսի նկատմամբ, որ այնտեղ գրում է նրան ում սիրում էր այն աշակերտին, ում շատ էր սիրում, ոչ դա Հովհաննեսի հայտնությունն էր Քրիստոսի մասին եւ ինքն այն մասին գրում այն աշակերտը, ում ինքը սիրում էր։ Թող Մատթեոս, Մարկոսն ու Ղուկասն էլ կարող էին այդպես գրել, դա Հովհաննեսի հայտնությունն էր Քրիստոսի մեծ սիրո մասին նկատմամբ։ Եվ դա հպարտություն չէր, գիտես, դա խոնարհություն է ընդունելու եւ հասկանալու նրա մեծ սերը քո նկատմամբ։ Ամեն։ Եթե ես էլ հիմա դիտեի գրեի, ասի նրա աշակերտը ում ինքը շատ է սիրում, որովհետեւ նա հասկացել էր նրա մեծ սիրո մասին։ Ամեն։ Ես նրա ծառայողներից մեկն եմ, ում ինքը շատ է սիրում։ Ով ունի նրա սիրո մասին մեծ հայտնություն, թող այդպես ասի, եւ սա հպարտություն չի, սա խոնարհություն է ընդունելու այն, ինչ ինքը տալիս է եւ ինքը ցուցաբերում է։ Դու համարձակ քո մասին կարող ես ասել, ես նրա այն զավակն եմ, ում ինքը շատ է սիրում։ Ամեն։ Դրա համար Հովհաննեսի ավետարանը կոչվում է սիրո ավետարան, որտեղ Հովհաննեսն ուներ այդ մեծ սիրո հայտնությունը եւ այնտեղ շատ է խոսում դրա մասին։ Զատիկի տոնից առաջ երբ Հիսուս իմացավ, որ իր ժամը հասել է, որպեսզի ինքը այս աշխարհից ելնի օր մոտ, իրեններին, որ այս աշխարհում են սիրեց, ում իջև վերջ սիրեց նրանց, ոնց եմ սիրում ես խոսքերը, որովհետև ինքը եկել էր ցույց տալիս սերը, ինքը չէր եկել որ ճանապարհի կեսին կանգնի։ Դուք ասես իրեններին խոսում էր աշակերտների հետ, բայց նա ասում է, ես եկել եմ իմինների համար եւ իմինները իմ ձայնը ճանաչում են։ Հայր ես աղոթում եմ ոչ թե նրանց համար, այլ նրանց համար, որ նրանց խոսքով կհավատան ինձ, այսինքն նրանց ովքեր որ Իրանն են, ու ասում է սիրեց իրաններին մարդկությանը, որտեղ նա դարձավ մեղքիզող խաչի վրա եւ միջև վերջ սիրեց նրանց ու գնալ միջև ամենավերջի տառապանքին ու ցավին եւ այն ինչ որ կատարվեց խաչի վրա խոսում է նրա մեծ սիրո մասին մեր մարդկության նկատմամբ հատիկ առ հատիկ։ Ամեն։ Արժանապատիվ։ Հովհաննես 15-ում Ինչպես իմ հայրն ինձ սիրեց, շատ անգամ եք այս խոսքերը լսում մարդկանց պարտադրում, այդպես ես ձեզ սիրեցի։ Ինչ? Ասում է ոնց հայրը ինձ սիրեց, այսպես ես ձեզ սիրեցի, հարատևեք իմ սիրո մեջ։ Գիտեք, որ ասում է Հիսուսը հարատևեք իմ սիրո մեջ, գիտեք ինչ է նշանակում։ Ձեր անձերի մեջ, ձեր մտքերի մեջ, ձեր ուշք ու միտքը թող լինի իմ սիրո վրա ձեր նկատմամբ։ Մնալ սիրո մեջ չի նշանակում քայլել սիրո մեջ, ինչ անել որ քայլեմ, անընդհատ նայի քո կյանքի իրավիճակների մեջ սիրո աչքերին, Աստծո սիրո կողմից քո վրա նման նայի եւ ոչ թե թույլ տուր որ սատանան ինչ որտեղ կարողանա քեզ դատապարտի։ Ասեմ մի գաղտնիք, դուք գիտեք որ ամբողջ Աստվածաշունչի սատանան էլ անգիր գիտի։ Չէ՞ որ երբ որ Հիսուսը երկրի վրա էր նա Աստծո խոսքով էր նրան փորձում դատապարտել։ Հա, չէ որ գրված է, չէ որ գրված է։ Երբ որ միտեղ գրվածքից վերցում ու դու կարդում ես ու քեզ մեղադրված ու դատապարտված ես զգում, գիտեք դա Աստծո ձեռագիրը չի, որովհետև սատանան կարող է տեղեր ու համարներ դուրս բերել ու քեզ մեղադրել։ Քո հայացքը թող միշտ հառած լինի, այլ որ ասում մնացեք իմ սիրո մեջ, այսինքն հայացքը ուղղված լինի նրա մեծ սիրո վրա, որովհետև դա է ամեն բանը մեզ համար։ Այդտեղից է մեր ստարտը, որ մենք սիրված ենք, որ մենք ներված եւ ընդունված ենք նրա կողմից։ Եթե իմ պատվիրանները պահեք իմ սիրո մեջ պիտի մնաք, ինչպես ես իմ որ պատվիրանները պահեցի եւ մնում եմ նրա սիրո մեջ, ու հաճախ մարդիկ ասում են, սա այն 10 պատվիրանների մասին է խոսում Հիսուսը, չսխալվեք, 10 պատվիրանների մասին չի խոսում, մենք հիմա կտեսնենք, որ 10 պատվիրանների մասին Պողոսն ասում է քարերի վրա փորագրված մահվանգիր։ Հիսուսը չէր խոսում այս մահվանգիրը բերել ու դնել մեր սրտերի մեջ։ Մենք չենք ասում 10 պատվիրաններ, այսինքն այն բարոյական կանոնները մեզ պետք չեն, մենք դրանից դուրս ենք, մեզ պահել պետք չէ, այսինքն կարող ենք ինչ ուզել անել։ Լսեք, դա մի բան է, որ տրվեց ժողովրդին այն ժամանակ հրյա ժողովրդին 1500 տարով, որ նրանք չկարողացան, այլ դրանով Տերը նրանց բոլորին պարփակեց մեղքի տակ, հիշում եք, որ բոլորին ողորմի։ Այստեղ չի խոսում 10 պատվիրանների մասին, հիմա կտեսնեք, որտեղ ասում են ինչպես
Հետ գնա, ինչպես ես իմ հորից պատվերները պահեցի ու մնում եմ նրա սիրո մեջ։ Որն է հոր պատվերը։ Նա գիտեր, որ հայրը սիրում է իրան, ու այն սիրով, որ հայրը սիրում է իրան, ինքը դրանով սիրում էր մեզ, ու հիմա նայեք շարունակության մեջ։ Հիսուսն ասում է, այդ բաները խոսեցի ձեզ հետ, որ իմ ուրախությունը ձեր մեջ մնա։ Երբ որ ձեր ուրախությունը լեցուն լինի, լսեք, ասեք ձեր ուրախությունը երբ կարա լեցուն լինի, երբ գիտեք դուք սիրված եք նրա կողմից, անշահախնդիր, անմնացոր եւ հավիտենական սիրով, երբ քո հասկացողությունը ճպճպում է դրանով, ոչ մի մեղադրանք ու դատապարտություն քեզ չի կարող վայր գցի, այն սիրո դիրքից, որ դու ունես հոր աչքերի առաջ, շարունակում է, սա է իմ պատվիրանը, հիմա տեսեք, որ դուք միմյանց սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, իսկ օրենքն ասում է սիրիր ընկերոջը քո անձի պես, իսկ եթե մեկը իր անձը ատում է, ինչպես նա կարող է սիրել դիմացինին իր անձի պես, ուրեմն պիտի ատի նրան իր անձի պես, ինչպես իր անձն ատում, բայց Հիսուս այդպես չասեց, դրա համար այդ օրենքի լրիվը, որ ասում է սերն է սիրի քո Տեր Աստծուն եւ սիրի ընկերոջը քո անձի պես եւ ամբողջ եկեղեցիները քարոզում են սրա մասին, սիրի ընկերոջը, սիրի անձի պես, գիտեք, Հին ուխտում տրված այս օրենքը, որ ամբողջը կախված էր սրանից, նույնիսկ Դավիթ թագավորը, որ Աստծո սիրեցյալ էր, նա չկարողացավ այդ օրենքը, այդ կետը պահել, իր անձին հավասար ու սիրում էր Ուրիայի կնոջը վերցրեց եւ նրա հետ շնացավ ու ամբողջ պատվիրանները զանց արեց եւ մարդասպանություն արեց եւ շնություն ամեն բան։ Լսեք, ոչ ոք չի կա, միայն ինքը Քրիստոսը կարողացավ ամբողջ սրտով, մտքով, հոգով, զորությամբ սիրի Աստծուն եւ մեզ սիրի իր անձի պես եւ օրենքի լրումն ինքն է։ Ամեն։ Ու հիմա ինքն ասում է՝ սիրեք, սա իմ պատվիրանը, որ դուք միմյանց սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Հիմա որպեսզի դուք կարողանաք իրար սիրել, դուք պիտի հասկանաք, թե ինքը ոնց է սիրել։ Դրա համար ես խոսում եմ հիմա իրար սիրո մասին եւ քեզ հեշտ է լինում սիրելը մեկը մյուսին։ Մինչև դու չիմանաս, որ դու սիրված ես, ինչպես կարող ես սիրել։ Մինչև որ դու չիմանաս քո ներսում Աստվածային սերն է, ինչպես կարող ես սիրել։ Գիտեք, մենք չենք ասում ներեք, որ ներվի ձեզ, տվեք, որ տրվի ձեզ։ Մենք ասում ենք ձեզ ներված է, դրա համար կարողանում եք ներել։ Ձեզ տրված է, դրա համար կարողանում եք տալ։ Դուք սիրված եք, դրա համար կարողանում եք սիրել։ Ամեն։ Դուք չեք դատվի, դրա համար կարողանում եք չդատել։ Ոչ թե ասում եմ մի դատեք, որ չդատվեք, կամ ների, որ չգնաս դժոխք։ Դու դժոխք չես գնալու, դու երկինք ես գնալու, դրա համար դու կարող ես ներել։ Նա որ ապրում է քո մեջ, նա է այդ ներողը, սիրողը, չդատողը, արդարացնողը, քեզ գերը գնահատողը, բարձրացնողը իր որդու մեջ փառավորող։ Ամեն։ Ինչպես ես ձեզ սիրեցի, չի ասում սիրիր քո անձի պես, նա փոխում այդ ամենը, դրա համար դե չի հին ուխտյան օրենքները բերել ու խցկել ավետարանի մեջ, ու երբ որ մարդ քայլում է սիրո մեջ, գիտեք դա այնքան հեշտ է, որովհետև դու հառնում ես քո աչքերը նրա սիրուն, ու անընդհատ քո մտքի մեջ մնալ սիրո մեջ նշանակում է միշտ վստահ լինել Աստծո սիրո նկատմամբ քո հանդեպ։ Երբեք քո կյանքի մեջ ոչ մի դժվարություն ու դժբախտություն չկապես նրա հետ։ Տեսնես ինչ մեղք եմ արել, որ այս բանն Աստված հատուցում բերեց ինձ վրա։ Ոչ մի բան դա դրա հետ ոչ մի կապ չունի։ Երբեք Աստծո սերը չփոխտորես, նրա սերը ինքան զուլալու մաքուր է։ Ամեն, որ ամեն վարկյան նույնիսկ հին ուխտում ասում է թե երթազենին չծաղկի, ոչխարը փարախիս կտրվի, չէ, միևնույն է ես իրոջը կհուսամ։ Գիտեք, ես գիտեմ, որ Աստծո սերը իմ նկատմամբ կատարյալ է։ Իմ շուրջը կատարվող թեկուզ ինչ-որ մի վատ բան կամ ինչ-որ մի հարձակում, ես դա երբեք չեմ կապի նրա սիրո հետ ու աղավաղեմ նրա սերը։ Նրա սերը կատարյալ է, զուլալու մաքուր է, ու ինքը չի հարցնում խելոք պահի քեզ սիրել։ Լսեք, երբ որ դուք երեխա եք ունենում, դուք գիտեք, որ ինքը խելոք չի մնալու, արագ-արագ չարություն անելու, կեղտոտելու ատակը, սխալներ գործելու։ Բայց դուք արդեն նախորդ իրան ներել եք, չէ՞։ Դուք գիտեք, չէ՞ որ ինքը այդ բաներն անել, դուք իրան այդպես եք, չէ՞ որ դուք ունենալն եք, գիտեք ինքը ինչ էր անում, բայց դուք իրան արդեն ներած ընդունում եք։ Դրա համար երբ որ ես ասում եմ, ես ներված եմ ծնվել, շատերի ֆազերը գցում եմ։ Բա որտեղ է դա գրված, սրտիս մեջ, սրտի տակտակրին։ Դա իմ հոգու հայտնությունն է, որ հասկացա, ես ներված եմ ծնվել, եւ որ մեկը ասեց այդ մասին ով Աստծուն այդքան չէր ճանաչում, ասեցի, լսի դու հավատում ես, որ պիտի ներվես, թե ներված ես, ասեց, ես ներված եմ ծնվել։ Ասում, ես ինչ ուժեղ հայտնություն, որտեղ երբ որ մենք ծնվել ենք, Քրիստոսն արդեն մահացել էր։
Մենք չենք ծնվել ապրել Քրիստոսը մահացել, հետո շարունակել ենք ինչպես Պողոսն ու մնացած առաքյալները։ Մենք ծնվել ենք, արդեն Քրիստոսը 2000 տարի առաջ մահացել էր մեղքի զոհ։ Մենք ծնվել ենք ներված ուղղակի դրա մասին չգիտեինք։ Մի օր բարի լուրը մեզ եկավ ու այն հավատքը, որ դրված էր մեր մեջ, հավատացինք այդ փրկության մեծ սիրուն ու մեր կյանքը լցվեց սիրով, զորությամբ, ուրախությամբ, նպատակով, կյանքով ու ասեցինք, ահո, հալելույա, այս ինչ ա Աստված մեր կյանքի մեջ։ Ու դեռ էլ կսխալվենք, բայց վստահ ենք կատարյալ սիրո վրա։ Ամեն, որտեղ ինքը մեր սիրող Պապան է։ Եվ Հովհաննես 10. Եվ ես քո անունը հայտնեցի նրանց եւ պիտի հայտնեմ էլ, որպեսզի այն սերը, որով դու ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, ես էլ նրանց մեջ։ Դե մեզ ասում է սերը ու ես, որովհետեւ Աստված սեր է։ Ասում է քո անունը հայտնեցի նրանց, որ անունը հայտնեց, կասեք ինձ։ Որ անունը Հիսուսը բերեց ու հայտնեց, Յահվե։ Ինչ է Հիսուսի անունը եբրայերեն, Յահշուա։ Այդքան հնուխտում կարդում ենք Յահվե, Յահվե, Եհովա։ Ով էր այդ Եհովան ու Յահվե, ինքը Յաշուան, որ եկավ աշխարհ, ասում է ես քո անունը, այդ անունը Յահվե անունը հայտնեցի նրան, որովհետև ասում է եթե մեկը գա իր անունով դուք նրան կընդունեք, բայց ես եկա Հոր անունով, Յահվե անունով դուք ինձ չեք ընդունում։ Խոսում էր հրեաների հետ։ Լսեք, ասում է քո անունը հայտնեցի նրանց ու պիտի հայտնեմ էլ, որպեսզի այն սերը, որով դու ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, եւ ես էլ նրանց մեջ։ Ինքը քո մեջ է, ուրեմն այդ սերը քո մեջ է։ Քեզ դժվար չի սիրել, որովհետեւ քո մեջ Աստվածային սերն այդ ինքն է սիրում դիմացին իր անձի պես։ Ամեն։ Ու երբ որ դու սկսում ես քո վրայից ուշադրությունը Քրիստոսի վրա հառել, դու տեսնում ես սիրելը, ներելը, օգնելը, ողորմություն անել այնքան հեշտ է, ամեն ինչ գալիս այստեղից, հոգուց, եւ ոչ թե դու ջանում ես սիրել, ինքնստինքյան բխում է դա քեզանից։ Ամեն գետի պես դուրս է գալիս։ Չես ջանում ողորմություն անել, դա ուղղակի ստացվում է քո մոտ։ Չես ջանում քեզ ուրախ պահել։ Ուրախությունը գիտեք ինչ է, եւ գիտես որ դու արդար ես ներված ու սիրված, դու ուրախ ես։ Եվ գիտես, որ քո հայրը ու ծնողները քեզ սիրում են ու պատրաստ են միշտ օգնելու, քո սիրտը ուրախ է, դու ջան չես անում դրա համար։ Ամեն, դա ընդհանրապես հայտնության հարց է։ Հռոմեացի 5:9 ինչ ասում Պողոսը երկրորդ մասում, որովհետև Աստծո սերը փրված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգով, որ տրվեց մեզ։ Ինչպես Հովհաննեսը փրվեց Հիսուսի կրծքին ու լսում էր նրա սրտի բավախումը, այդպես նրա սերը փրվել է, ինչպես ձյունը գալու փրվում է դաշտերի վրա, նրա սերը փրված է մեր սրտերի մեջ։ Սուրբ Հոգով, որովհետև երբ դեռ տկար էինք, իր ժամանակին Քրիստոս ամբարիշների փոխարեն մեռավ։ Նա ասում է, երբ մենք տկար էինք, այսինքն խաչից առաջ Քրիստոսը մեռավ, մենք ծնվել ենք խաչից հետո, որ արդեն գինը վճարված է։ Մեղքից ելիցը եղել է 2000 տարի առաջ, ոչ թե հիմա։ Երբ հրեաները ծնվեցին անապատում, նրանց ասում էին ինչ ելից կատարվեց Եգիպտոսում, հասկանում եք, եւ տոնում էին ելիցը, եւ իրանց երեխաների ճակատներին ու ձեռքերին կար գրված, ու ասում էին ծնողներին, երբ որ ձեզ կհարցնեն սա ինչ է, ասում են կպատմեք նրանց այն մեծ ելիցի մասին, որ ինչպես դու գառը զոհեցիք ու դուրս եկաք այդտեղից ու ազատվեցիք, այսօր էլ մենք խոսում ենք այս մեծ ելիցի ու մեծ սիրո մասին, որ արդեն կատարվել է, որի մասին մենք այսօր հասկանում ենք ճանաչում։ Ամեն, որն է փոխում մեր կյանքը։ Որովհետև բայց Աստված իր սերը հայտնեց մեզ դրանով, որ երբ դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Լսեք, Պողոսն ասում է այն ժամանակ նորից ամեն տեղ դա շեշտվում է, չվերցնեք այս խոսքերը ու վերագրենք մեզ։ Դուք մեղավոր եք եղել, երբ Քրիստոսը ձեր համար մեռավ։ Քրիստոս ձեր համար մահացավ, դուք հետո եք ծնվել։ Ամեն, ասում եմ մեզան, որ երբ դեռ մեղավոր ենք, Քրիստոս մեզ համար մեռավ, մեզ համար ում համար, մարդկության համար։ Դրա համար երբ մարդկությունը մեղավոր է, Քրիստոս իր տեղը մեռավ ու գինը վճարեց մեր կյանքից։ Եվ որ մենք ծնվեցինք, որից հետո մարդկությունը նրանք հասկացան վճարված գնի զորությունը, հավատացին ու կյանքները թևակողեց բարձունքների մեջ։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ, գժվեք արել այս խոսքերի վրա։ Պողոս ասում է, երևի ասում է ու ինքն էլ ասում է
ոնց կարելի է, քանի որ Քրիստոսի սերը ստիպում է մեզ, նա ասում է ստիպում է սերը։ Գիտեք, սերը չի ստիպում բռնադատում, բայց ասում է դա այնքան ուժեղ զորավոր է, որ ստիպում է, ես տենց մտածեմ, ուրիշ տարբերակ չունեմ մտածելու, որ այսպես ենք մտածում, որ եթե մեկը բոլորի համար մեռավ, ուրեմն բոլորը մեռած են, հունարենում այսպես է հնչում, որ եթե մեկը բոլորի փոխարեն մեռավ, ուրեմն բոլորը մեռան, այսպես է գրված հունարենում, եթե մեկը բոլորի փոխարեն մեռավ, բոլորը նրա մեջ մեռան, բոլորով, ամբողջ մարդկությունը նրա մեջ մեռավ, եւ նա բոլորի համար մեռավ, բոլորի փոխարեն մեռավ կամ որպեսզի նրանք որ ապրում են այլևս իրենց անձերի համար չապրեն նայ նրա համար որ իրենց համար մեռավ եւ հարություն առավ ուրեմն լսեք ուշադիր հունարենում այսպես է գրած այլևս իրենց անձերի համար չապրեն այլ իրենց փոխարեն մեռնողի եւ հարություն առնողի իրանց փոխարեն մեռնողի եւ իրանց փոխարեն հարություն առնելու ում մարդկության փոխարեն մեռավ մարդկության փոխարեն մարդկությունն է նրա հետ հարություն առավ նոր արարած ստեղծեց նոր մարդկություն ում մեջ ինքն ապրում ամեն վերստին ծնունդ եղել է 2000 տարի առաջ ոչ թե հիմա նոր մարդկության սկիզբը դրվել է 2000 տարի առաջ ով ուզում է ջղայնան այս խոսքերից թող գտնեն Աստվածաշնչում մի տեղ որ վերստին ծնունդը լինում այն ժամանակ եւ դու հավատում ես այո դու երբ հավատում ես քո ներսում ինչ որ բան է տակնու վրա լինում շունչը լցվում է ուրախությամբ ու ցնծությամբ բայց վերստին ծնունդը եղել է 2000 տարի առաջ Քրիստոսին մեռելներից հարությամբ Եփեսացիս 4-րդ գլուխ Բայց սիրով ճշմարտությունը խոսելով աճեք նրա մեջ ամեն բանում որ գլուխն է այսինքն Քրիստոսի ասում է սիրով բայց սիրով ճշմարտությունը խոսեք աճեք նրա մեջ որտեղ գիտեք որ հոգևոր աճ Քրիստոնեության մեջ ասում ես գոյություն չունի որտեղ քո հոգին կատարյալը ու Քրիստոսի կատարյալ հասակի չափն ունի դու աճում ես քո հասկացողության մեջ սիրում ես տեսեք ինչքան ժամանակ անցնում է մենք սկսում ենք ավելի ճանաչել նրա սերը ու աճում ենք ինչի մեջ նրա սիրո ճանաչողության մեջ որ գլուխն այսինքն Քրիստոսը սիրո մարմնացումն է երկրի վրա դրա համար երբ որ Փիլիպոսն եկավ ասաց հայրը ցույց տուր մեզ դրանք մի բան եմ խնդրում նա ասաց Փիլիպոս այսքան ժամանակ ձեր հետ եմ հորը չտեսակ որտեղ ինքը իր մեջ է ես իր մեջ եմ եւ ես ու հայրը մեկ ենք ինձ տեսակ թե հորը տեսակ դա նույն բանն է որտեղ այն սերը որ ինքը ունի իմ նկատմամբ եւ այդ սիրով ես ձեզ սիրեցի այսինքն նա հոր էության նկարագիրն է ամբողջության Աստված ինքը իջավ երկի եւ եկավ մեղքի բարձքը մահ վերցրեց իր վրա եւ փրկությունը տվեց մեզ անձամբ ամեն հաջորդ խոսքը ումից բոլոր մարմինը հոդերի միջոցով միացված եւ միահուսված ամեն մեկ անդամի ներգործուն աշխատանքի չափով աճում է եւ կառուցվում ոնց սիրո մեջ որտեղ կարելի է աճել ու կառուցել սիրո մեջ այն ճանաչողության ու հասկացողության որ մենք սիրված ենք նրա կողմից եւ ոչ թե ժամանակավոր հանկարծ քեզ խելոք չպայես նայի Աստված նստած անգահին ինչպես դատավոր կամ ինչպես չգիտեմ դաշան պապիկ ու գահարվածի քեզ գավազանով Աստված սերը ամեն եւ աճում ենք այդ սիրո ճանաչողության մեջ գիտեք պահեք ձեր միտքը ամեն ժամանակ ինչ որ լինում է ձեր կյանքում փոխհարաբերությունների մեջ ընտանիքում երեխեք հետ կապված պահեք ձեր միտքը նրա սիրո մեջ ու կտեսնեք խաղաղությունը կթակավորի ձեր ներսում ամեն Եփեսացիս 5-րդ Պողոսն ասում է արդ նմանվողներ եղեք Աստծուն ինչպես սիրելի որդիներ նայեք միջև ինքը որոշ բաներ խրատելը գիտեք որ ավետարանը նույնպես խրատում է իր ժողովրդին հավատացողներին շատ սիրով Պողոսը շատ սիրով խրատում ասում արդ նմանվող եղեք Աստծուն ինչպես սիրելի որդիներ նա ասում է որ դուք սիրելի որդիներ եք հասկանում եք Երբ որ Հիսուսին անապատում սատանան փորձում է, նա ասեց, եթե դու Աստծո որդի ես, ինքը մի հատ բառ է տեղ բաց թողեց։ Միջև անապատ գնալը վերևից ձայն էր եկել, որ ասել էր, դա է իմ սիրելի որդին, ում մեջ են բարեհաճություն, իսկ անապատում սատանան ասեց, եթե դու Աստծո որդի ես, սիրելի բառը չասել, նա այդպես չի ուզենա քեզ հիշեցնի, որ դու սիրելի որդի ես։
Նա միշտ կասի, եթե Աստծո որդի ես, բա խի սենց արեցի, բա եթե Աստծո որդի ես, խի սենց արեցի, բայց եթե նա քեզ ասի, եթե Աստծո սիրելի որդի ես, վերջին ոչինչ չկա ասելու։ Ինքն էլ արդեն հարցի պատասխան, սիրելի, ով է սիրելի, եւ վերջակետ նա երբեք այդ բառը քեզ չի ասի։ Դրա համար ասում, եւ ինչպես սիրելի որդիներ, ասա սիրելի որդի ես։ Սիրելի որդի։ Եվ սիրո մեջ քայլեցեք։ Ոնց։ Միշտ ձեր ներսում, ձեր մտքի մեջ հաստատ մնացեք, որ Աստված ձեզ սիրում է, եւ դա ագապե սերա պայմանական սեր չի, անպայմանական է, դա քո գործողությունից կախված չի, ինչպես Քրիստոսն էլ մեզ սիրեց եւ իրանցը մեզ համար մատնեց, անուշահոտ պանդարակ եւ զո լինելով Աստծուն։ Ամեն։ Հալելույա։ Իր շարունակում Ապոստոլ 3-րդ համարում տեսեք նոր սրանից հետո ասում, բայց բորնկություն եւ ամեն տեսակ պղծություն կամ ագահություն չլինի ձեր մեջ, թող նույնիսկ չհիշատակվի ձեր մեջ, ասում եք ձեր սազական չի, հասկանում եք դուք գիտեք ով եք, սիրելի որդիներ, այդ դեպքում բորնկություն, ամեն տեսակի պղծություն կամ ագահություն չլինի ձեր մեջ, թող նույնիսկ չհիշատակվի ձեր մեջ, ինչպես վայել է սուրբերի։ Հասկում սուրբերի ուրիշ բան է, բայց դե վայել չի, ինքը չի կողում ցեխը սրանով մարդկանց, ասում է, գիտեք դուք ենքան վեհ եք, բարձր եք ու սիրել եք, որ ես ճղճին բաները, ձեզ վայել չի, դուք վեհ եք, ես ինչա որ սրա մեջ դուք լինեք, որ չեք գարշելի կամ իմար խոսակցություններ, կամ խեղկատախություն, որ չեն վայելում ձեր, այլ մանավանդ գոհություն թողնոտություն, ասում եք չի վայելում ձեզ, որովհետև դուք ավելի վեհին եք կանչված, դուք բարձր եք, դուք սիրելի զավակներ եք, որդիներ եք, իսկ ես մնացածն այնքան ցածր ու ներքևի բաները, որտեղ պետք է դրա մասին խոսալ նավելորդա ձեր մասին, որտեղ դուք մեծ եք, վեհ եք, սիրելի եք, ընդունված եք, նրանք ովքեր լսում են, դուք սիրելի եք, ընդունված եք, երբ իմանաք ու ճանաչեք ու վերապրեք, դա ձեր կյանքը կծաղկի։ Ամեն։ Առաջին Թեսաղոնիկեցիս 5-ում Պողոսն ասում է. Իսկ մենք ցերեկվանը լինելով արթուն լինենք, հագած հավատքի եւ սիրո զրահը եւ փրկության հույսի սաղավարտը։ Ասում եմ մենք ցերեկվան ենք եւ ոչ թե գիշերվան, մենք խավարին ենք, մենք լույսի որդիներ ենք եւ քանի որ լույսի որդիներ ենք, արթուն լինենք, ինչի մեջ հավատքի ու սիրո զրահը կա։ Լսեք, դա զրահը հավատքի ու սիրո։ Սատանան միշտ կասկածան կբերի մեր կյանքերի մեջ Աստծո սիրո նկատմամբ։ Հետո կասի, բա դու ոնց ես սիրում Աստծուն։ Հասկանում ես, երբեք թույլ չտաս մի փշուր անգամ մտնի ու աղավաղվի այն աստվածային ու զուլալ սերը, որ նա ունի քո նկատմամբ։ Նրա սերն ավելի մեծ է, քան քո ամեն տեսակ հանցանքը, որ դու գործում ես։ Նրա սերն ավելի մեծ է, քան Ադամի եւ այդ թույլ տված սխալի հետևական պարտեզում։ Ամեն։ Նրա սերը ամենից վեհ է։ Ինչ է դու անես, լսեք, ովքեր որ ինտերնետում լսում են, կարաս մերժես Աստծո սերը, դա քո ցանկությունն է, բայց դու չես կարող մերժես իր ամբողջ չես իրի քեզ, դե գիտեմ։ Կարաս մերժես նրա սերը, չընդունես, չէ, ես չեմ ընդունում իր սերը, ես չեմ հավատում իրան, բայց դու չես կարող իրան արգելես, որ քեզ չի սիրում։ Այլապես ինքը սեր չես։ Դրա համար ասում հագած հավատքի ու սիրո զրահ ու փրկության հույսի սաղավարտը։ Լսեք, եթե դու քո փրկության վրա կասկածում ես, մեր եղբոր տանն էինք, իր ընկերներից մեկն էր, ով ուրիշ համայնք է գրում, իրան ասում եմ, դու փրկված ես, թե չէ, դե սենց հեռու պատմություններ ապատում եւ այլն, ասեցի չէ, կարճ հարց եմ տալի, հիմա Հիսուսը գալիս է, դու գնում ես դժոխք, թե եկիր։ Մտածես չէ, գնում եմ դժոխք, ինչի համար, որտեվ ես բան եմ անում, ես սխալ եմ ֆուտայլային բան ասեցի ուրեմն քո փրկությունն ամբողջապես կախված է նրանից, թե ինչ ես դու անում։ Եվ ընդհանրապես մի քանի րոպե սկսեցի շնորհքի մասին խոսել, հուզվել է վերջում չդիմացա, ելավ ու գնաց։ Գիտեք, հասկացա, որ իր արած բոլոր վարմունքը ընդհանրապես ոչ մի կապ չունի Աստծո սիրո եւ փրկության հետ։ Ամեն։ Թող ձեր փրկության սաղավարտը, որ ձեր մտքին է դրված, ծակ չլինի քո գործերով եւ ինքնաարդարացմամբ։ Դա Քրիստոսի արդարությունն է, հասկանում եք, դրա պատճառով է, նրա սիրո ողորմության պատճառով է մեր փրկությունը։ Դա շնորհք է, որի մեջ մեր մասնիկն անգամ չկա։ Այս մասնիկն էլ չկա, հաճախ ասում են, փողը մետեղ լույս է տալի, ստե ոչ մի բան լույս չի տալի, ստե սերն է լույս տալի եւ վերջակետ ու արդեն։
Երկրորդ Թեսաղոնիկեցիս առաջի գլխում պարտավոր եք ամեն ժամանակ Աստծուց գոհանալ ձեզ համար եղբայրներ ինչպես վայել է, որ ձեր հավատքը խիստ մեծանում է եւ ձեր սերը միմյանց նկատմամբ ավելանում է։ Շատ անգամ ասում են, նայեք, տեսեք, որ հավատքը աճում է, հավատքը ավելանում է, սերը միմյանց նկատմամբ ավելանում է։ Եթե ուշադրություն դարձեք նախ հունարեն հավատք, հավատարմություն, դա նույն բառն է։ Հավատարմությունը Տիրոջ նկատմամբ ավելանում է եւ դու սկսում ես նրան ավելի շատ ճանաչել եւ երկրորդ այստեղ ասում է ձեր սերը միմյանց նկատմամբ ավելանում է եւ միմյանց նկատմամբ հավատքը հավատարմությունը միմյանց նկատմամբ ավելանում է այն կատարյալ հավատքը որ Աստված դրել է մեր մեջ դա չի ավելանում հասկանում եք բայց երբ որ դու հասկանում ու ճանաչում ես ինչա դրել քո ներսում այդ հավատքը սկսում է այդ ճանաչողության չափով գործել հասկանում եք եթե ես ձեզ բոլորին բաժանեմ iPhone ամենավերջին հեռախոսը գիտեք նա ունի ամենավերջին հնարավորությունները ուզում եք կարող եք էքսպերիմենտ անել մեկ ամիս հետո ես կգամ ձեզ հարցնեմ ինչ եք կարող օգտագործեք այդ iPhone-ի վրա մեկը կասի միայն զանգում եմ զանգ ընդունում մեկը տարբեր ֆունկցիաներ մեկը չգիտեմ ինչ դու են մեկը կասի բայ iPhone-ը խիա այդ բանը մենակ զանգ եմ զանգում ես չեմ կարող Skype-ով խոսամ լսի ունի հնարավորություն ուղղակի դու չգիտես օգտագործել ունի այն հավատք Աստվածային քո մեջ ամեն հնարավորությունը ինչքան ճանաչում ես այնքան օգտագործում ես ամեն դրա համար այն կատարյալ հավատքը դրված է մեր մեջ եւ մենք սկսում ենք ճանաչել Աստծուն կարողանում ենք մեր ջրհորից կենթանի ջրի գետեր հանել ու բխեցնել ամեն իմաստուն մարդն է սրտից ինչ անում բարեկամձեր որ արդեն դրված է մեր մեջ եւ հաջորդ խոսքը երկրորդ Թեսաղոնիկես 3 բայց Տերը հավատարիմ է որ կհաստատի ձեզ եւ կպահի այն չարից վստահություն ունենք ձեզ վրա Տիրոջով, որ այն բաները, որոնք պատվիրեցինք ձեզ, անում եք եւ կանեք եք։ Հաջորդ խոսքը իսկ Տերը ուղղի ձեր սրտերը դեպի Աստծո սերն ու Քրիստոսի համբերությունը։ Տերը որտեղ ուղղի ձեր սրտերը, Աստծո սերն ուղղի։ Լսեք Աստված անընդհատ մեր սրտերն ուղղում է դեպի ու դեպի իր սերը։ Տեղից է սկսում ամեն ինչ, տեղից է նրա ողորմությունը, գութը ամեն բան։ Հիսուս ինչու բժշկեց հիվանդներին, ինչու կերակրեց այնքան մարդկանց, ինչի, որ իրան փառավորել ասել Հիսուսը կերակրող է, լսեք չէր կարող չանել, որովհետև ինքը սեր է, նրա գութը շարժվեց, չէր կարող չբժշկել, որովհետև ինքը սիրում էր, հենց դրա համար էր եկել, չէր կարող չմեռնել ու միջև վեճ չսիրել, որովհետև ինքը հենց սեր էր ու եկել էր դրա համար։ Ամեն ու այդ կատարյալ սերը այսօր ապրում է մեր մեջ։ Դրա համար Տերն ուղղի ձեր սրտերը դեպի Աստծո սերը։ Գիտեք ինչքան են քրիստոնյաներին նսեմացրել, ուղղել մարդկանց սերը դեպի Աստված, նայ թե ինչքան ես հիմա Տիրոջը սիրում։ Այ քո տված գումարից կախված է թե դու ինչքան ես Տիրոջը սիրում։ 10-րդը տալիս ես թե չէ կախված է նրանից, ինչքան ես կյանքդ նրան վստահում։ Եթե 10-րդը Տիրոջը չես տալի, ո՞նց ես մտածում կյանքդ նրան վստահել ես թե չէ։ Դարձել ամբողջը առևտուր, հասկանում եք, բայց դա Աստծո սիրո հետ ոչ մի կապ չունի։ Պետք է ուղղվի մարդկանց հայացքը Աստծո սիրո վրա, ոչ թե ձեր սիրո վրա։ Ձեր սերը կախված է նրա սիրո ճանաչողության միջից։ Մինչև չհասկանաք այդ մեծ սերը, դու չի կարող ոչ իրան սիրել, ոչ այդ դիմացինին սիրել, ինչպես ինքը սիրեց։ Առաջի Պետրոս 4-րդ գլուխ, բայց ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ անկեղծ սեր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատություն։ Շատերը մտածում են, որ եթե շատ սիրեմ, այն մեղքերս որ արել եմ, այդ մեղքերը ծածկում են։ Լսեք, սա դրա մասին չի, որ մեղքեր գործեմ, հետո մարդկանց սիրեմ, այդ մեղքերս կծածկվի։ Հիմա քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը, քո մեղքերի չէ։ Լսեք, օրենքը մեր դասում է մեղավորին իսկ սերը շնորհքը ծածկում է արդարության հանդերձներով։ Ես ինչ եմ անում, խոսում եմ ձեզ հետ Աստծո սիրո մասին, նրա արդարության ու շնորհքի, որը ծածկում է, այսինքն ձեր վրա արդարության հանդերձը գցում ու ցույց է տալի դու ով ես Քրիստոսի մեջ, որ Քրիստոսն է քո արդարությունը, ինչպես որ մեծ սերը պատմության մեջ, անառակ որդին, որ վերադարձավ, որ տնից գնացել էր, սա գյուղը գիտեր այդ խայտարակ դեպքի մասին, որտեղ նա չէր կարող իր ժառանգությունը վերցնել մինչև հայրը չմեռնել, մինչև որ մեռնել ինքը գնաց, դա նշանակում էր հայ դուրմ համար գոյություն չուներ, նա անպատվեց, որը գնաց, բայց երբ որ ինքը անարգված, մեկ ճղճղված ու խոզերի հետով վերադառնում է, լսեք ինչ արեց սերը ծածկում է մեղքերի շատությունը, ինքը ընդառաջ վազեց իր մերկասներով հայրը ոտքերը վազավ դեպի իր որդին, թույլ չտվեց, որ որդին այդ
այդպես կեղտոտ ու ճղճղված շորերով անարգված մտնի գյուղ ու մարդիկ տեսնեն նրա անարգությունն ու նրա պիծ տեսք այլ նա գյուղ մտավ արքայական հանդերձով մատանի մատի ոտքերը կոշիկներ ոչ մեկ չտեսավ դա սերը ծածկեց ներքևի շատություն արքայ մրցերեց գյուղ աղայ որտեղ նա ապրում էր ոչ մեկ էլ չհասկացավ ինչ ա եղել դա միայն կատարվեր հոր ու որդու սրտի մեջ ամեն հայրը գիտե որդին գիտեր ինքը որտեղից ա գալի հայրը գիտե որդին որտեղից ա գալի բայց ամբողջ տեսարանը մարդկության արժ է սա է որդին վերադառնում է պատմության հակի մատանի մատի կոշիկները ոտքերին ոչ մեկ չտեսավ նրա ճղճղված ու ցնցուտիները ամեն այդտենց է սերը ծածկում ամեն մեղքերի շատություն այդտենց ես քարոզում եմ Աստծո սերը որը ծածկում է մեղքերի շատությունը ու ցույց է տալի ինչքան արդար ես դու ու հետո կտեսնես որ դրանք չկան այն ինչ որ քեզ խանգարում էր կհայտնաբերես որ քո կյանքը քայլում է ազատության մեջ Առաջի Պետրոս առաջի գլուխ որ ձեր անձերը Աստծո սիրո մեջ պահեք սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը հավիտենական կյանքի համար տեսեք նորից ասում Պետրոսը որ ձեր անձերը որտեղ պահեք Աստծո սիրո մեջ ոչ թե ձեր սիրո մեջ Աստծո նկատմամբ Աստծո սիրո մեջ ձեր նկատմամբ սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ինչին ողորմությանը հավիտենական կյանքի համար սերը ողորմությունն է ցույց տալ եւ այդ փրկությունը Տիրոջ ողորմությունն է նրա սիրո դրսևորումն է այդ ողորմությունը մեր նկատմամբ որի համար Աստծո շնորհակալ եմ Առաջ Հովհաննես 3 տեսեք թե հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ ուսմա տեսեք կողին տասա տեսեք տեսեք թե ինչպիսի սեր շնորհեց մեզ որ Աստծո որդին էր կոչվում Այն որ դու Աստծո որդի ես դա Աստծո սիրո դրսևորումն է քո նկատմամբ Այն որ դու Աստծո որդի ես իր որդու նման դա խոսում է նրա մեծ սիրո մասին դու հիմա Հովհաննես ասում տեսեք թե հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ սա սերը որ մենք կոչում ենք Աստծո որդի սրա համար աշխարհը չի ճանաչում ես քանի որ նրան չճանաչեց ամեն տեսեք ինչպիսի սեր շնորհեց մեզ Աստված որ Աստծո որդիներ կոչվենք Սա ես Աստծո որդի եմ Այդ մի բանը որ ասես ինքը ինձ շատ ասում դա իր մեծ սերն ու շարունակում Հովհաննեսը Սրանով Աստծո սերը երևաց մեր մեջ որ Աստված իր միածին որդուն ուղարկեց աշխարհ որպեսզի նրանով կյանք ունենա Սրանով Աստծո սերը երևաց Էլ ինչպես պիտի երևար եթե Աստված ասում է սիրում եմ քեզ բայց օրենքը պահի որ փրկվեց որ մարդը չէր կարող օրենքը պահել գիտեր որ չէր կարող օրենքը եկավ հանցանքն էլ շատացավ որտեղ հանցանքը շատացավ շնորհքն առավել ևս շատացավ ամեն որտեղ մեղքը շատացավ շնորհքն առավել ևս գերազանցեց նրան ու Աստված ցույց տվեց իր սերը գործողության մեջ ինքը իսկ խաչի վրա մահանալով մարդկության փոխարեն հաջող խոսքը սրանում է սերը որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն այլ նա սիրեց մեզ տեսակ սրանում է սիրո էությունը ոչ թե մենք սիրեցինք այդ դեպքում ինչի են քրիստոնյաներին միշտ ասում սիրեք Աստծուն սիրեք ընկերոջը քո անձի մեջ որտեղ դրանում չի սերը սրանում է սերը ոչ թե մենք սիրեցինք Աստծուն այլ ինքը մեզ սիրեց դրա համար ավելի շատ խոսենք նրա սիրո մասին մեր նկատմամբ ոչ թե մեր սիրո մասին նրա նկատմամբ մեր սերը բխում է նրա սիրո հայտնությունից ճանաչողությունից որ նա սիրեց մեզ ուղարկեց իր որդուն քավություն մեր մեղքերի համար Քանի անգամ պետք է Քրիստոսը քավություն լինի մարդկության մեղքերի համար Քանի անգամ մեկ անգամ եղել է եւ վերջ Ուրեմն խոսացեք դրա մասին հիշում եք այն անառակինը որ եկել էր Հիսուսի ոտքերը Սիմոնի տանն էր ու լացում էր արցունքներով լվում էր ոտքերը մազերով սրբում էր ինչ ասեց որովհետեւ ասեց նա շատ սիրեց, որովհետև շատ ներվեց, շատերն ասում են, երբ որ շատ սիրում ես, քեզ շատ է ներվում, իրեն բնագրում այդպես չի գրված, նա արդեն ներվել էր, ինչ որտեղ հանդիպում ունեցել Քրիստոսի հետ, նա եկել է իր շնորհակալությունն էր հայտնում Քրիստոսին ներման համար, գիտեք ինչու ինքը շատ սիրում, որովհետև շատ էր ներվել, որովհետև ումը որ շատ ներվեց, նա շատ կսիրում Հասկանում եք, դա է իմաստը։ Դրա համար ինչքան մարդկանց ասեք, որ դուք ներված եք ձեր անցյալի ապագայի ձեր բոլոր հանցանքները, դուք նրանց հնարավորություն եք տալիս գժի նման սիրելու Քրիստոսին։ Ամեն։
Դրա համար ասում եմ քավությունը դա մեր համար սիրելին է, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք էլ պետք է իրար սիրենք, ինչքան հեշտ է դա։ Չի ասում, այս խոսքը հանում ենք, ու այս եք ասում, ապա մենք էլ պետք է իրար սիրենք։ Ոնց։ Ցույց տանք, ոնց ինքը սիրեց, որ մի հատ էլ ասենք մենք ոնց սիրենք իրար։ Մինչև չտած ձևը, սիրո բանաձևը, որ Քրիստոսն է, ինչպես մարդկանց պարտադրես ու ասես, դա բխում է ինքնից ինքի։ Ամեն, Հալելույա։ Եվ վերջի խոսքը, սրանով է մեր սերը կատարյալ դառնում, որպեսզի դատաստանի օրը համարձակություն ունենանք, կամ սրանով է սերը կատարյալ, որ համարձակություն ունենանք դատաստանի օրը, որովհետև ինչպես նա է, այդպես է մենք ենք, որտեղ այս աշխարհում։ Սա նաև խոսում է նրա սիրո նմանության մասին։ Ինչպիսին ինքն է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում, որտեղ սրանով է սերը կատարյալ դառնում, կատարյալ է մեզանում, որ ինչպիսին ինքն է, այդպես էլ մենք ենք այս աշխարհում ու համարձակություն ունենք դատաստանի օրը։ Լսեք, դուք վախենում եք դատաստանի օրից։ Եթե վախենում եք, ուրեմն դուք հայտություն չունեք Աստծո սիրո մասին։ Աստծո սիրո մասին ունեցող մարդը ինքը դատաստանի օրից չի վախենում, որովհետև Քրիստոսի երկրորդ գալուստը համար փրկության գալուստ է եւ ոչ թե դատի գալուստ։ Իսկ եթե կարդում ու ասում են բոլորս պիտի կանգնեն Քրիստոսի ատյանի առաջ, ատյան բառը հունարեն նշանակում է բեմատոս, որ բոլորս պիտի կանգնեն Քրիստոսի ատյանի առաջ, լսի դա ռոմեական մի բառ այն ժամանակ որ օգտագործում են հունարեն բեմատոս, երբ որ զորքը զինվորները գալիս էին պատերազմից, նրանք ովքեր լավ սխրագործություններ են արել, իրանց հանում էին բեմատոս, այսինքն հանում էին նրանց պարգևատրելու համար, իրանց արած խիզախության գործերի համար։ Այսինքն դուք կանգնելու եք այդ բեմատոսին ոչ թե դատվելու, այլ պարգևներ ստանալու։ Իր համար բոլորս կկանգնենք այո Քրիստոսի ատյանի բեմատոսի առաջ ոչ թե դատվելու, այլ պարգևներ ստանալու։ Ամեն, հալելույա։ Ում վրա է կասա։ Ձեր գործերի և սիրոն, թե նրա մեծ սիրոն, ինչպիսին ինքն է, այդպես էլ մենք ենք հիմա այս աշխարհում։ Ասա ինչպիսին ինքն է, այդպես էլ ես եմ հիմա այս աշխարհում։ Ոնց ես ճանաչում Քրիստոսին, այդպես էլ դու ես հիմա այս աշխարհում։ Ամեն, դուք չեք դատվի։ Ասում եմ մի դատեք, որ չդատվեք, Հիսուսն ասեց հրյաներին։ Նոր ուխտում դուք չեք դատվի, դրա համար կարող եք հանգիստ չդատել։ Ամեն, դուք սիրված եք, դրա համար կարող եք սիրել։ Դուք ներված եք, դրա համար հանգիստ կարող եք ներել։ Ձեզ տրված է լեցուն, դրա համար դուք կարող եք տալ, որտեղ տրված է ձեզ ամեն հոգևորությունների երկնավոր տեղերում Քրիստոսի մեջ, դրա համար դուք կարող եք տալ։ Ամեն, երբ որ դու այսպես ես մտածում, դու ոչ թե շեշտը քո վրա ես դնում, շեշտը Քրիստոսի վրա ես դնում, նրանից, նրանով և դեպի նա կամ հունարեն ասում են նրա մեջ է ամեն բան։ Ամեն։ Ովքեր որ լսում են ինձ, հայացներդ ուղեք Աստծո սիրուն ձեր նկատմամբ ու ձեր կյանքը կփոխվի։ Ճաշակեցեք։ Գիտեք, Աստծո խոսքի մեջ շատ բաներ կա գրված, բայց այսօր Աստված խոսում է մեզ հետ ոչ միայն գրված խոսքի միջոցով, Աստված ապրում է մեր մեջ, մինչև Աստվածաշնչի կազմվելը, կասեք ինձ Աստված ոնց է խոսում մարդկանց հետ, Պողոսի Միսարակյանների, այդ Դավիթ Քրիստոնյաների հետ, Աստված խոսում է նրանց մեջ, Սուրբ Հոգով, որ ապրում է իր մեջ, իրենց մեջ։ Այսօր Աստված քո հետ խոսում է, եթե մի բան կարդում ես, քո ներսի հետ համաձայնություն չի գտնում, գիտեք սատանան կարող վերցնի խոսք ու մեղադրի քեզ, երբեք չընդունես, դա պետք է քո հոգու հետ համաձայնություն գտնի։ Ամեն, ու խաղաղություն ու ուրախությունը քո սիրտը լցնի ու ոչ թե դատապարտի ու մեղադրան բերի քո մեջ։ Ամեն, հալելույա, շնորհ ու խաղաղություն ձեզ կհանդիպենք հաջորդ շաբաթ, մենք հավաքվում ենք Հրազդանի Միկրոշրջանի դուետ խանութի երկրորդ հարկում կրպակի ամիջապես վերևը ամեն կիրակի 12:20 ես Դավիթն եմ, երես ծառայողը այս համայնքի Հրազդանի բարի գալուստ ամեն մեկին ով ցանկություն ունի գալու։ Սիրում ենք ձեզ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։